ահաբեկմանը միտված այլ գործողություններ են տեղի ունեցել։ Միջազգային անկախ հետազոտողին ճնշել են Բաքվում, արգելել մուտքը Բաքվի ռազմական դատարանի դահլիճ, հետապնդումները շարունակվում են։ Ավելի քան 2 ամիս է 7 ընտանիք ոչ մի լուր չունի ադրբեջանական գերությունում գտնվող հարազատներից։ Մարդկային պրակտիկան կարող են լինել համատարած։ Միլիոնավոր դոլարների նոր ռազմական գործարք Կիևի հետ, նոր բանկային եւ էներգետիկ պատժամիջոցներ Մոսկվայի համար։ Վաշինգտոնը պատերազմի նոր հնարավորություն է տալիս Ուկրաինային, թե մշտական հրադադարի վերջին շանսը Ռուսաստանին։ Քաղաքական մեծ գործարքներից տվերում են մնում պարզ մարդկային ճակատագրերը, ԱԹՍ-ների վերջին հարձակումներից երկու կողմում էլ տասնյակ վիրավորներ կան։ Մեզ միանգամից էվակուացրին։ ԱՄՆ Ռուսաստան լարված հարաբերությունները, որ ուկրաինական հակամարտությամբ հասել են նոր կետի, ինչպես կարող են ազդել տարածաշրջանի փոքր պետությունների ճակատագրին, նորից բախտորոշ ընտրություն պետք է անեն հարավային Կովկասի երկրները։ Շատ լուրջ ու սուր հարց է, իր շատ ծանր բովանդակությամբ։ Պայթյունավտանգ է դրությունը հարավային Ասիայից մերձավոր արևելք, Իսրայելը օդային հարվածներ է հասցնում Դամասկոսին, Իսլամաբադը դեռ հրաձգային զինատեսակներով է կրակում Քաշմիրի ուղղությամբ, Հնդկաստանը արգելել է որևէ ապրանք ներկրել Պակիստանից։ Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայլուրը։ Եվ այսպես ադրբեջանական իշխանությունների ճնշման տակ ստիպված է եղել Բաքուն լքել փաստահավաք առաքելությամբ Ադրբեջան մեկնած միջազգային անկախ հետազոտողը։ Այս եւ այլ ուշագրավ տեղեկությունները այսօր Հայլուրին հայտնել Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Իրավապաշտպանի տեղեկացմամբ ավելի քան 2 ամիս է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում կապ հաստատել 23 հայ ռազմագերիներից 7-ի հետ։ Կասկածներ կան, որ նրանք ֆիզիկական ու հոգեբանական բռնության ենթարկվում։ Գերիներին ասում են, թե իբր իրենց հարազատները այլևս չեն հետաքրքրվում իրենց ճակատագրով։ Մինչդեռ Հայաստանում գերիների, նաև անհետ կորածների ընտանիքներում անորոշությունը ողբերգությունների պատճառ է դառնում։ Նրան հետևել են, երկիրը լքելուց շատ տևական հարցաքննել են եւ ահաբեկմանը միտված այլ գործողություններ են տեղի ունեցել։ Միջազգային անկախ հետազոտողին փորձել են ահաբեկել Բաքվի հատուկ ծառայությունները, երբ պարզել են, որ անձը ռազմական դատարանի շենք է ուզում մտնել հայ ռազմագերիների դատավարությանը ներկա գտնվելու եւ հոդված պատրաստելու համար։ Հետազոտողը հայտնվել է Ադրբեջանում, փորձել է գտնել դատական շենքը, ներկա գտնվել դատավարությանը, նախ մեծ դժվարությամբ կարողացել է գտնել այն շենքը, որտեղ իրականացվում են դատավարությունները, սակայն մուտքը արգելափակվել է եւ մենք նաեւ տեղեկատվություն ենք ստացել, որ այս անձը կարճատև Ադրբեջանում գտնվելու ժամանակահատվածում ենթարկվել է նաեւ հետապնդումների։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի տեղեկություններով հետազոտողը չի ներկայացնում հայ գերիների շահերը, նրանց հետ առնչություն չունի, ներկա էր գտնվելու դատին որպես անկախ դիտորդ, հետագայում փաստերը իր սեփական հոդվածներում շարադրելու համար։ Այս պահին մենք ունենք դեպքեր, երբ հայտնի իրավապաշտպանները, անհատ իրավապաշտպաններ կամ հասարակական կառույցներ պաշտոնապես դիմել են, խնդրելով հնարավորություն տալ դիտարկել դատավարությունները եւ մուտք գործել այդ նպատակով երկիր, նման խնդրանքները չեն բավարարվել։ Բաքվի ռազմական դատարանի շենք չեն կարողացել մտնել անգամ Բաքվում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները, դիվանագետները, թեև հետևել են պաշտոնական ընթացակարգին, դիմումներ են ներկայացրել, հերթագրվել։ Այստեղ օրենքը բնականաբար համապատասխանեցված է միջազգային ստանդարտներին եւ պարզապես օրենքը չի հարգվում, իսկ միջազգային ստանդարտները նշում են, որ հրապարակային դռնբաց դատական նիստերին հասարակության յուրաքանչյուր անդամ ներկա գտնվելու իրավունք ունի։ Բաքուն ավելի դաժան է դարձել հայ գերիների հետ տեսակցություններ հեռախոսազանգեր կազմակերպելու հարցում։ Սահակյանի տեղեկություններով արդեն 2 ամիս է Կարմիր խաչի աշխատակիցները չեն կարողանում այցելել Բաքվում ազատազրկման դատապարտված 7 հայ ռազմագերու։ Մենք չգիտենք սա տեխնիկական է, թե պայմանավորված այն հանգամանքով, որ
Ադրբեջանը ծանոթել է Կարմիր խաչի գործունեությունը դադարեցնելու իր մտադրության մասին, արդեն իսկ սահմանափակում է Կարմիր խաչի գործունեությունը։ Հազվադեպ կարճատև զանգեր Բաքուն կազմակերպում է առանց Կարմիր խաչի ներկայացուցիչների, սեփական նախաձեռնությամբ, սեփական հսկողության պայմաններում։ Ինչու են խոչընդոտվում տեսակցությունները Բաքվում ազատազրկման դատապարտված ռազմագերիներ Վագիվ Խաչատրյանի, Ռաշիդ Բեգլարյանի, Ալյոշա Խոսրովյանի, Լյուդվիգ Մկրտչյանի, Դավիթ Դավթյանի, Գևորգ Սուջյանի, Վիգեն Էլջեքչյանի հետ։ Իմ գնահատմամբ այդ պատճառները հենց խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի հետքեր թաքցնելն են։ Ադրբեջանական բիշտ քաղաքականությունը անդառնալի կորուստներ է պատճառում հայ ընտանիքներին նաև Հայաստանում։ Սահակյանը նկատում է, վերջին շրջանում հաճախակիացել են հանկարծամահության դեպքերը ռազմագերիների, անհետ կորածների ընտանիքներում։ Դա վկայություն է, որ տևական անորոշությունները ինտենսիվ հոգեկան տառապանք են պատճառում եւ այդ ստրեսային վիճակը հանգեցնում է կաթվածների։ Լիլիթ Խալաթյան, Արաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանի քննչական կոմիտեն ևս մեկ քրեական բարույթ է նախաձեռնել մերձիշխանական լրատվամիջոցի համարում ունեցող Խոսնակեյմի դեմ, երբ դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ստացել Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանից։ Падգամավորը հայտնել է, որ դիմել էր դատախազություն, տեղեկացնելով, որ Խոսնակեյմը տարածում է արցախահայության դեմ ատելության խոսք, բռնության կոչեր ու թշնամանքի մթնոլորտ ստեղծում։ Քննչական կոմիտեի հարուցած բարույթի հիմքում նաև Նաիրի Հոխիկյանի եւ Մեսրոպ Արաքելյանի նույնաբովանդակ դիմումներն են։ Բաքուն Մոսկվային մեղադրում է զանգվածային կիբերհարձակումների համար։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին միջամտության դեմ պայքարի հանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե Ադրբեջանում ռուսական տան Սպուտնիկի ադրբեջանական ծառայության գործունեության արգելքին Ռուսաստանը պատասխանել է կիբերհարձակումներով։ Ըստ ադրբեջանցի падգամավորի թիրախավորվել են մի շարք ադրբեջանական առաջատար մեդիա հարթակներ։ Ռուսները դեռ չեն արձագանքել։ Ադրբեջանական վանդալիզմի հերթական ակտն է արձանագրել Արցախ մոնումենտը օկուպացված Արցախում ադրբեջանցիները ավերել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-ից 45 թվականների հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիկների պատկերաքանդակներով հուշապատը։ Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակը նոր կռվի պատճառ կարող է դառնալ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև։ Պաթոսային անհեթեթություն է անվանել Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Թրամփի այն հայտարարությունը, թե որոշել է մայիսի 8-ը ամերիկացիների օրացույցում կարմիր ներկել եւ հռչակել երկրորդ համաշխարհայինում ԱՄՆ հաղթանակի օր։ Վաշինգտոնն ու Կիևը նոր գործարք են կնքել օգտակար հանածոների գործարքը վավերացնելուց 3 օր անց։ ԱՄՆ-ն հաստատել է Կիևին փոխանցված F-16-երի սպասարկման պայմանագիրը։ Պետդեպարտամենտը կոնգրեսին տեղեկացրել է, որ հավանություն է տվել Ուկրաինային 310.5 միլիոն դոլարի կործանիչների վաճառքին։ Առաջարկվող գործարքը կբարելավի Ուկրաինայի կարողությունը դիմակայելու ընթացիկ եւ ապագա սպառնալիքներին, ապահովելով նրա անօդաչուների արդյունավետ պատրաստվածությունը եւ բարձրացնելով նրա օպերատիվ համատեղելիությունը Միացյալ Նահանգների հետ, ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ Իդեպ Զելենսկին մտադիր է արագացնել սեփական բալիստիկ զենքի ստեղծումը, քանի որ ըստ Ուկրաինայի նախագահի հեռահար կարողություններն են Ուկրաինայի անվտանգության հստակ եւ արդյունավետ երաշխիքը։ Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգները պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստել, սակայն Թրամփը դեռ չի որոշել կկիրառի այն թե ոչ։ Reuters-ի տեղեկություններով նոր պատժամիջոցները բանկային եւ էներգետիկ համակարգերն են թիրախավորում, մասնավորապես ռուսական գազային հսկա Գազպրոմին։ Ըստ գործակալության աղբյուրների, սրանով Թրամփը ուզում է մեծացնել ճնշումը Մոսկվայի վրա Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Այս ֆոնին այսօր Զելենսկին ասել է, որ մեկ շաբաթ առաջ Վատիկանում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ուղարկավորության ժամանակ Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թեման։ Դոնալդ Թրամփի արձագանքը շատ կոշտ էր, ասել է Ուկրաինայի նախագահը։ Այլ մանրամասներ նա չի ներկայացրել, բայց նշել է, որ կարճատև այդ հանդիպումը լավագույնն էր մինչ այդ տեղի ունեցած բոլոր բանակցություններից։ Այդ զրույցից հետո Հռոմից տուն վերադառնալիս Թրամփը սոցիալական ցանցերում կասկածի տակ էր դրել պատերազմը կանգնեցնելու Պուտինի հանձնառությունը եւ ակնարկել, թե Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։
Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ այսօր Երևանում հայ և ռուս փորձագետները փորձել են պարզել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Եվրասիական անվտանգության և Հարավային Կովկասի համար ռուս-ամերիկյան թեկուզ լարված երկխոսությունը։ Ռուսաստանը, որի դիրքերը Հարավային Կովկասում փաստացի սասանվել են, պատրաստվում է վերադառնալ։ Եթե այո, ապա ինչ պայմաններով և ինչ արժեք կարող է ունենալ Հայաստանի դիրքորոշումը ձևավորվող նոր աշխարհակարգում։ Քննարկմանը Լիլիթ Սարգսյանն է հետևել։ Եթե անգամ Միացյալ Նահանգներին հաջողվի Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ երկխոսությամբ կանգնեցնել ռուս-ուկրաինական պատերազմը, Հարավային Կովկասում իրավիճակը գրեթե անփոփոխ կմնա, համոզված է ռուս քաղաքագետ Իվան Տիմոֆեևը, որովհետև նրա կարծիքով ռուս-ուկրաինական պատերազմի սկիզբն էլ լուրջ ազդեցություն չի ունեցել Հարավային Կովկասի, նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Ուկրաինայում կոնֆլիկտի ու հայ-ռուսական հարաբերությունների միջև ուղիղ կապ ես ամեն դեպքում չեմ տեսնում։ Դրանք լրիվ տարբեր հարցեր են։ Մոսկվայի ու Երևանի միջև եղած տարաձայնությունները բնական են դաշնակիցների, գործընկերների, ընկերների դեպքում։ Դրանք պետք չէ թաքցնել գորգի տակ։ Չնայած այդ տարաձայնություններին մենք դաշնակիցներ ենք մնում, ՀԱՊԿ-ի անդամներ, ԵԱՏՄ անդամներ, եւ որն ավելի կարևոր է, սերտ հարաբերություններ են մեր ժողովուրդների միջև։ Ավելին ռուս քաղաքագետի կարծիքով Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո ավելի են ամրացել հայ-ռուսական տնտեսական կապերը։ Մեր տնտեսական հարաբերություններում կտրուկ աճ է եղել։ Ֆինանսական գործարքների համար հայկական բանկերը կարծում եմ ուղղակի երջանիկ են եղել այդքան շատ գործարքներից։ Երևան-Մոսկվա տարաձայնություններն ավելի շատ արևմուտքի միջամտությունների հետ է կապում քաղաքագետը, այլ ոչ թե Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց հետո Ռուսաստանի նկատմամբ բռնած արևմուտքի արհամարհական դիրքի, ինչին զուգահեռ Հայաստանն էլ էր կոշտացրել հակառուսական հռետորաբանությունը։ Սրվել է Ռուսաստանի ընկալումը Հարավային Կովկասում արևմտյան նախաձեռնությունների նկատմամբ։ Ռուսաստանը դրանք ընկալում է որպես պոտենցիալ թշնամական քայլեր ու զգուշությամբ է դրանց վերաբերվում։ Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կարող է կանգնեցնել Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացման դանդաղ, բայց շարունակվող գործընթացը, վստահ է հայ քաղաքագետ Բենյամին Պողոսյանը։ Ռուսաստանն ավելի շատ հնարավորություններ կունենա կանգնեցնել դիրքերի թուլացման շատ դանդաղ, բայց շատ ռեալ գործընթացը։ Ռուս-ուկրաինական պատերազմը քանդել է Հարավային Կովկասում Ռուսաստանի ամուր խրամատները, դիրքերը հետզհետե թուլանում են, ամենամեծ հարվածը ռուսական ազդեցությանը տարածաշրջանում հասցրել է Արցախի հայաթափումը, կարծում է քաղաքագետը։ Եթե ուկրաինական պատերազմը շարունակվի 1 տարի էլ, Հարավային Կովկասում արտաքին համար 1 խաղացողի տիտղոսը կարող է վերցնել Թուրքիան, Ռուսաստանը կդառնա համար 2-ը։ Կա միտում, որ Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում կշարունակեն թուլանալ, իսկ տարածաշրջանում ամենաուժեղ արտաքին խաղացողի գլխավոր թեկնածուն, եթե չլինի Ռուսաստանը, դեռ Ռուսաստանն է, կլինի Թուրքիան։ Եթե ուկրաինական պատերազմը շարունակվի ևս 1 տարի, Ռուսաստանի դիրքերը կշարունակեն թուլանալ։ Դաշնությունը կդառնա Հարավային Կովկասում համար 2 արտաքին խաղացողը, Թուրքիան համար 1-ը։ Քննարկմանը մասնակցող քաղաքագետները նկատում են, որ Թուրքիան հիմա էլ ունի բոլոր շանսերը դառնալու տարածաշրջանում համար 1-ը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ամենամեծ հնարավորությունն է դրա համար, բայց դա տեղի չի ունենում հենց Թուրքիայի ու Ադրբեջանի ցանկությամբ, կարծում է Բենյամին Պողոսյանը։ Նրա համար, որ Թուրքիան դեռ չի դարձել տարածաշրջանում արտաքին համար 1 խաղացողը, կարող է պարադոքսալ հնչել, բայց պետք է շնորհակալություն հայտնենք ոչ թե Հայաստանին կամ Ռուսաստանին, այլ Էրդողանին ու Ալիևին։ Պարոն Էրդողանը կտրուկ մերժում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ցանկացած հնարավորություն։ Մերժում է, որ չնեղացնի Ալիևին։ Էրդողանը պնդում է, թե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո խոչընդոտ չի լինի նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, իսկ Ալիևը չի ուզում ստորագրել պայմանագիրը։ Отдельный, очень серьезный и острый вопрос. Դա առանձին շատ լուրջ ու սուր հարց է, իր շատ ծանր բովանդակությամբ։
Ռուս քաղաքագետը կարծում է, որքան էլ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումն նշանում է, հայ-ադրբեջանական ռազմական բախումներ չեն լինի։ Ես ծայրահեղ ցածր եմ գնահատում ինչ-որ լարվածության, հատկապես ռազմական բախման հավանականությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում, թեև հասկանալի է, որ այդ լարերը բարակած են։ Եվ Ռուսաստանում և մյուս երկրներում միշտ չէ, որ մենք դա հասկանում ենք։ Միայն այն ժամանակ, երբ դու հակամարտող երկիր ես, հասկանում ես, թե որքան կարևոր է դա մարդկանց համար։ Այնպես ինչպես շատերն էլ այստեղ չեն հասկանում, թե որքան կարևոր է մեզ համար Ուկրաինայում հակամարտությունը։ Տիմոֆեևը վստահեցնում է, որ Մոսկվան ցանկացած պահի պատրաստ է նորից դառնալ բանակցային միջնորդ ու ուղիղ չի պատասխանում հարցին, թե ինչու Հայաստանն ու Ադրբեջանը զրկեցին Ռուսաստանին բանակցային միջնորդի դերից։ Ինձ համար դժվար է դատողություններ անել բանակցությունների դետալների մասին։ Կարծում եմ դրա համար քաղաքական պատճառներ են եղել։ Մոսկվան ճիշտ քայլ արեց չպնդելով իր մասնակցությունը, չփորձելով պարտադրել։ Ռուսական կողմը նպատակահարմարության սկզբունքներով է առաջնորդվել, թե որքանով են օգնում մեր միջնորդական ջանքերը։ Կոնկրետ փուլում Մոսկվան իր դերը խաղացել է։ Ռուս քաղաքագետի վստահեցմամբ Ռուսաստանի համար կարևորն արդյունքն է, խաղաղությունը։ Մոսկվան ուրախ կլինի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան թեկուզ միայնակ հաղթահարել տարաձայնությունները։ Լիլիթ Սարգսյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Ուկրաինական մի շարք քաղաքներում անցած գիշեր չի անջատվել օդային տագնապի ազդանշանը։ Ռուսական քաղաքներում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների վնասներն են հաշվում և ծանր վիրավորների համար աղոթում։ Նովորոսիսկում 5 վիրավորից 4-ը մի ընտանիքից են։ Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքներն են բազմաբնակարան շենքեր, մեքենաներ, հացահատիկի տերմինալի 3 ամբար է վնասվել ուկրաինական հարձակումից։ Արտակարգ դրություն է Նովորոսիսկում։ Լուսադեմին ժամը 5-ին վեր թռանք պայթյունի ձայնից։ Մենք 4-րդ հարկում ենք ապրում ու ծուխը միանգամից լցվեց տուն։ Մեզ միանգամից էվակուացրին։ Հիմա չենք հասկանում ինչ անել, դեռ չեն թողնում շենք մտնել։ Ըստ Նովորոսիսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոյի 5 տուժած կա, որից 2-ը երեխա է։ Գիշերը ամբողջ Կրասնոդարի երկրամասն է հարձակման ենթարկվել։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության 1 գիշերում ոչնչացվել է 47 անօդաչու թռչող սարք։ Ռուսական ԱԹՍ-ների հարվածներն էլ լուրջ վնասներ են հասցրել Խարկովում։ Նահանգապետ Օլեքսի Նեգուբովի տվյալով 40 մարդ է վիրավորվել ռուսական հարձակումից։ Առանձնատներ, բազմաբնակարան շենքեր, խանութներ և ավտոկայանատեղի է վնասվել։ Ուկրաինայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների հարվածները, կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Ոչ մի ռազմական նպատակ էլ չի եղել և չէր կարող լինել։ Ռուսաստանը հարվածներ է հասցնում բնակելի տներին, երբ ուկրաինացիներն իրենց տներում են, երբ իրենց երեխաներին են քնեցնում, գրել է Զելենսկին տելեգրամում։ Իդեպ Զելենսկին վերահաստատել է, որ մերժում է հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ընթացքում ժամանակավոր զինադադար հաստատելու Ռուսաստանի առաջարկը։ Նա հայտարարել է, որ Կիևը չի կարող երաշխավորել օտարերկրյա պատվիրակությունների անվտանգությունը, որոնք կժամանեն Մոսկվա մայիսի 9-ի շքերթին մասնակցելու։ Ուկրաինան չի պատրաստվում բարենպաստ մթնոլորտ ստեղծել, որպեսզի Ռուսաստանի նախագահը մայիսի 9-ին դուրս գա միջազգային մեկուսացումից, ասել է Զելենսկին։ Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտինի որոշմամբ մայիսի 8-ի կեսգիշերից մինչև մայիսի 11-ի կեսգիշեր սահմանվում է հրադադար։ Նման հրադադար արդեն հայտարարվել էր Զատկի օրերին։ Լիլիթ Գասպարյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։ Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Սիրիային, Դամասկոսում 1 խաղաղ բնակիչ է զոհվել, համայում 4 մարդ է վիրավորվել։ Իսրայելական զինուշի թիրախում նաև նախագահական պալատի մերձակաշրջաններն են եղել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսքով օդային հարձակմամբ իր երկիրը բռնություններից պաշտպանում է կրոնական փոքրամասնություններից մեկին՝ դրուզներին։ Ըստ նրա, հարվածը եղել է հստակ ուղերձ սիրիական ռեժիմին։ Իսրայելը թույլ չի տա, որ ինչ-որ սպառնալիքներ լինեն դրուզների համայնքի համար։ Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալով այս շաբաթ ավելի քան 100 դրուզ է սպանվել Սիրիայի տարբեր բնակավայրերում անվտանգության ուժերի հետ զինված բախումների ժամանակ։ Աշխարհում մոտ 1 միլիոն դրուզների կեսից ավելին բնակվում է Սիրիայում, հիմնականում հարավային Սուեդա նահանգում և Դամասկոսի որոշ արվարձաններում։
Չիլից քաթափվում իրավիճակը երկու միջուկային պետությունների սահմանին Նյու Դելին Պակիստանին է մեղադրել շփման գծում Ջամու եւ Քաշմիրում հրադադարի խախտման համար։ Հրաձգային զինատեսակներից է կրակել Պակիստանի բանակը, ինչին համաչափ պատասխան է տրվել, նշվում է հնդկական կողմի տարածած հայտարարության մեջ։ Մեկ այլ հայտարարությամբ Հնդկաստանը արգելք է սահմանել Պակիստանից ապրանքների ներմուծման եւ տարանցման վրա։ Սիրելի հայրենակիցներ, թողարկման երկրորդ մասում կարող եք դիտել։ Նոր-Նորքի թաղապետարանում բլոգերի ծեծից 3 օր անց ինչու որևէ գործով վարույթ չի նախաձեռնվել Հանրապետություն կուսակցության ավականու անդամի նկատմամբ, որը գլխավոր ջարդարարներից է։ Լիներ ցանկացած ընդդիմադիր խմբի կողմից նման գործելավոճ, բոլորին կձերբակալեին։ Ուզում եմ մեր գյուղում լիքը երեխաներ լիներ, որ խաղայինք։ Գյուղ, որտեղ մանկությունը մենակ է, ինչու են ջահելները լքում գողթանիկը, որի մաքուր օդը շնչելու, անարատ կաթն ու պանիրը ճաշակելու համար տասնյակ զբոսաշրջիկներ են ամեն տարի գյուղ գնում անտանելի ճանապարհով։ Որսը շարունակվի, բոլորս էլ կետենք։ Մենակություն սիրում է անտառի խոհարարը, բայց իրան նկարագրելի համերը մենակ ճաշակել ոչ։ Սիրուն ճամփորդության է հրավիրում Լիլիթ Գասպարյանը մեզ Ուխտաձորի լեռներով ու արփայի ջրերով։ Նայում ես, թվում է թե դժվար է, բայց դժվար չի, հեշտ է։ Եվ օրվա նկարը Թրամփը նոր լուսանկար է հրապարակել Հռոմի Պապի պատմուճանով, Հովապետի աթոռնել է ուզում ԱՄՆ նախագահը։ Վատիկանում պատրաստվում են Հռոմի Պապի ընտրությանը։ Սիքստինյան մատուրի տանիքում ուրբաթ տեղադրվել է ծխնելու, իսկ փակ դռների հետևում անցկացվող կոնկլավը ընտրության արդյունքի մասին կազդարարի սպիտակ ծխի միջոցով։ Եթե ծուխը սև լինի, ուրեմն կարդինալները ընդհանուր հայտարարի չեն եկել։ 4 օրից Վատիկանի առաքելական պալատում գտնվող 15-րդ դարի մատուրում Միքելանջելոյի հայտնի որնանկարների տակ կհավաքվեն 133 կարդինալները ընտրելու Սուրբ Աթոռի հաջորդ քահանայապետին։ Պապի հնարավոր թեկնածուների շարքում շրջանառ են ֆիլիպինցի կարդինալ Լուիս Անտոնիո Տագլեի, իտալացի Պիետրո Պարոլինիի, գանացի Պիտեր Թուրքսոնի անունները։ Իդեպ Թրամփը նեյրոնային ցանցի օգնությամբ պատրաստված նկար է հրապարակել, որում ինքը Հռոմի Պապի կերպարում է։ Հիշեցնեմ, 3 օր առաջ պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ելույթում ԱՄՆ նախագահը չի բացառել, ավելին ցանկություն է հայտնել լինել աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը։ Այսօր մամուլի ազատության համաշխարհային օրն է։ Մամուլի ազատության գլոբալ ինդեքսում Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում։ Մեր երկիրը 9 հորիզոնականով բարձրացրել է դիրքերը 180 երկրների թվում զբաղեցնելով 34-րդ տեղը։ Չնայած այս առաջընթացին, Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական եւ բարոյական ճնշումները, հատկապես իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների կողմից մտահոգիչ է համարում լրագրողների պաշտպանության կոմիտեն։ Ըստ կոմիտեի հրապարակած թվերի, Հայաստանում 2024 թվականին լրագրողների եւ լրատվամիջոցների վրա 163 հարձակում է եղել, միայն 76-ը պետական պաշտոնյաների կողմից։ Լրատվամիջոցների նկատմամբ ֆիզիկական բռնությունները 4 անգամ ավելացել են, հիմնականում զանգվածային բողոքների լուսաբանման ժամանակ։ Ոչ, հեռու գնացեք։ Տվեք իմ Նոր-Նորքի թաղապետարանում բլոգեր ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուց 3 օր է անցել, բայց այս գործով վարույթ չի նախաձեռնվել Հանրապետություն կուսակցության ավականու անդամ Հայկ Սահակյանի նկատմամբ, որը ձեռնամարտի ակտիվ մասնակիցներից է եղել։ Ծեծի ենթարկված Չախոյանի պաշտպանը նկատում է, որ գործը մատների արանքով է քննվում։ Խնդրում եմ դուք էլ իմ զբաղվեք։ Որտեղ է Արամ Զավենի Սարգսյանի Հանրապետություն կուսակցության ցուցակով ավականի դարձած Հայկ Սահակյանը, որը 3 օր առաջ Նոր-Նորքի թաղապետարանը բռնցքամարտի ռինգ էր սարքել կուսակից թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ։ Ոտքերին ու ձեռքերին ազատություն էր տվել, հարվածելով բլոգեր ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Մինչ օրս նրանք ովքեր ակներև, ուղիղ եթերում, բոլորի աչքի առջև կատարում են գործողություններ, որոնք որևէ ուղղակի քաղաքացու հարիր լինել չեն կարող, առավել եւս պաշտոնատար անձանց որևէ պատասխանատվության ենթարկված չեն։ Արթուր Չախոյանին ծեծելու քրեական գործով դեռ 4 մարդ է անցնում, մեղադրյալների մեջ Հայկ Սահակյանը չկա։ Քրեական վարույթում նա կհամալրի Նոր-Նորքի թաղապետի ու թաղապետարանի 3 աշխատողների շարքերը։ Եթե նման միջնորդություն անենք,
քննիչը պատասխանելու է, որ կատարվում է քննություն, այս պահին հայտնաբերում ենք անձանց, դասական պատասխան է տալու։ Միթե իրավապահները այս տեսանյութում չեն տեսել Նոր-Նորքի թաղապետի թիկունքից Արթուր Չախոյանին հարվածող Հայկ Սահակյանին։ Լիներ ցանկացած ընդդիմադիր խմբի կողմից նման գործելավոճ, արդեն առանց ինչ-որ մի քանիսին առանձնացնելու, բոլորին այդ պահին կձերբակալեին, կհարուցեին քրեական վարույթը, կձերբակալեին, բոլորի նկատմամբ կառաջադրեին հանրային քրեական հետապնդումներ, մեղադրանք էլի կառաջադրեին ու հետո արդեն քննության ընթացքում քիչ-քիչ կփորձեին հասկանալ, թե ով է կոնկրետ գործողություններ կատարել, ով չէ։ Փաստաբանի խոսքով շատ մեղմ հոդվածով է հարուցվել քրեական վարույթը, մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն։ Նոր-Նորքի թաղապետը պաշտոնատար անձ է, բայց այս դեպքում խոշտանգման հոդվածով պետք է քրեական վարույթ հարուցվեր, պնդում է Վահե Եփրիկյանը։ Զեղում է տեղի ունեցել։ Ավելին, դեպքից 3 օր անց դատաբժշկական փորձաքննություն չի արվել Արթուր Չախոյանին։ Փաստաբանը մտավախություն ունի, որ մինչև բանը հասնի դրան, բլոգեր ակտիվիստի վնասվածքները կարող են ապաքինվել։ Արթուր Չախոյանը շարունակում է բուժում ստանալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում, ի վիճակի չէ գնալ դատաբժշկական փորձաքննության։ Նման իրավիճակներում ընդհանրապես դատաբժիշկն է գալիս փորձաքննություն իրականացնում։ Արդեն մի քանի օր անցել է դեպքից, բայց դեռևս մենք չունենք պատշաճ իրականացված դատաբժշկական փորձաքննություն, իսկ Արթուր Չախոյանի ստացած մարմնական վնասվածքները կարող են ժամանակի ընթացքում ապաքինվել, կարող է ապաքինվել, կարող են որոշակիորեն վերանալ, այսինքն այն փորձաքննությունը, որը դեպքի օրը, դեպքի հաջորդ օրը կարող էր իրականացվել, այն եզրակացությունը, որը մենք կարող ենք ստանալ դեպքի մեկնարկային ժամ ընթացքում, սկզբնական փուլում, այս օրերին արդեն բնականաբար չեն կարող դա ստանալ։ Հայ ժողովրդին եվրոպական ապագա խոստացող Հանրապետություն կուսակցության հետ կոալիցիա կազմած Երևանի իշխանությունների քաղաքական գնահատականին են սպասում ընդդիմադիր ավականու անդամները։ Մայրաքաղաքում շաբաթօրյակի մասնակցող Տիգրան Ավինյանը հավանաբար ժամանակ չունի, որ մի հարմար առիթով իր որոշումների մասին հայտնի։ Իշխող ուժը, որը բացարձակապես արդեն ապացուցված է ունակ չէ որևէ տեսակի ոչ միայն կառավարման, ուղղակի տարրական կազմակերպման, ինքն է արդեն որերորդ անգամ տապալում ավականու նիստը եւ այն դեպքում, երբ նա պարտավոր է առնվազն հրավիրելու արտահերտ նիստ, այդ գործողությունը չի կատարում։ Հետևաբար նրանք որևէ պատասխանատվություն չկրելով իրավական, այսինքն տվյալ դեպքում քրեա իրավական դաշտում, որևէ պատասխանատվություն չեն պատրաստվում կրել անգամ քաղաքական դաշտում։ Երևանի ավականու ընդդիմադիր ազգային առաջընթաց խմբակցության անդամը չի հիշում նման մի դեպք, որ թաղապետը կամ քաղաքային իշխանության մեկ այլ ներկայացուցիչ պետական շենքում մարծեց Քաղապետը քաղաքացիներ ակտիվիստին։ Զարմանում է, որ շատ իրավապաշտպաններ աչք են փակում ապրիլի 30-ին Նոր-Նորքի թաղապետարանի վայրագությունների վրա։ Պատկերացնեմ, որ ուղղակի, գիտեք, 8-10 տարի առաջ այսպիսի իրավիճակ լիներ, ինչ կանեին բոլոր նրանք, ովքեր իրավապաշտպաններ էին, ովքեր որ պայքարում էին անվտանգային խնդիրների համար, ես իսկապես չեմ հավատում, որ այն մարդիկ, ովքեր մեր ժամանակին գործընկեր էին, այսօր բացարձակ լռության մեջ են։ Արամյանը կասկած չունի մարդկանց ուշադրությունը շեղելու համար, իշխանությունն ու նրանց քույր կոալիցիոն կուսակցությունը մեկ այլ բան կհորինեն, որ մոռացության տան բլոգեր ակտիվիստին ծեծելու գործը։ Արդեն սպասելի է նրանցից, որ մի օր կվերցնեն, ուղղակի չգիտեմ, մի բան կխրեն մեր ուղեղը կամ ես արդեն ամեն ինչ պատկերացնում եմ։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարվաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Պետությունը կարող է կանխել հանցանքը, երբ շատ դեպքում այն խնամքով ծածկում է։ Գրեթե ամեն օր Հայաստանում աղմկահարույց հանցագործություններ են կատարվում։ Սովորական վեճերը կարող են ավարտվել կրակոցներով, լավագույն դեպքում ծեծուջարդով։ Իրավապաշտպաններն ահազանգում են, քրեական տարրերը նաև դպրոց են մտել։ Հայաստանում քաղաքացիների վեճերը միշտ չէ, որ ավարտվում են խոսքերով, հնչում են կրակոցներ, գործի են դրվում դանակներ, իսկ մի շարք դեպքերում մարդիկ չեն վերադառնում տուն։
Վերջին դեպքը ապրիլի 27-ին երեկոյան 7-ին Բարբյուսի 10 հասցեում վիճաբանություն ծեծկրտուքը վերածվել է կրակոցների։ Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճ, առնանման հետքեր եւ վնասված Մերսեդես։ Ավելի վաղ ապրիլի 12-ին վիճաբանություն ծեծկրտուքի հետևանքով պայմանագրային զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած ծակած թափանցող արյունահոսող վերքեր ախտորոշմամբ։ Արտաշատում շուկայի հարևանությամբ կեսգիշերին է եղել դեպքը։ Կրիմինալ դեպքերից խուսափելու համար պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, կարծում է իրավապաշտպան Մհեր Կարագոզյանը։ Հանցագործությունների կանխարգելման դեմ պայքար Հայաստանի Հանրապետությունում իրականում բացարձակապես չի տարվում։ Այսքանով չեն ավարտվում ապրիլյան դեպքերը։ Երևանում կրակոցներ են եղել ապրիլի 13-ին, 17-ին ու 21-ին։ Անկախ Մայլա կոչվող թաղամասից հրազենային վնասվածքներով ապրիլի 13-ին Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա, անգիտակից վիճակում։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործության գործիքը, ՏՏ տիպի ատրճանակը։ Ապրիլի 17-ին Մոնթե Մելքոնյան փողոցում Ինովա համատիրության տարածքում լեզվակռիվն է դարձել ծեծկրտուքի կրակոցների պատճառ։ Ըստ մամուլի տեղեկությունների, անվտանգության աշխատակիցները ջնջել են դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը։ Իսկ ապրիլի 21-ին Մալաթիա Սեբաստիա շրջանի B2 թաղամասից ծայրահեղ ծանր վիճակում Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխել 28-ամյա քաղաքացու։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել էին 1 կրակված եւ 2 չկրակված պարկուճ։ Մենք խոսում ենք այն դեպքերի մասին, որոնք աղմկահարույց են, բայց քանի դառնակահարություն ա եղել օրինակի համար, որ որևէ մեկը դեռ ոստիկանություն չի դիմել, հա, կամ կոծկել են այդ բանը։ Իրավապաշտպանը նկատում է բարեկային ծառայությունը, որը շուրջօրյա հսկողություն է անում հանրապետությունում, զբաղված է մարդկանց տուգանելով, ոչ թե հանցագործություններ կանխելով։ Բարեկները ընկած են շատ սենց հետաքրքրությամբ, թե քաղաքացին մեքենայի ղեկին ռեմեն գցել ա, թե չի գցել, եթե չի գցել ուրեմն վերցնեն տուգանեն։ Բայց քաղաքացիների վարքագծով արդյոք հետաքրքրվածություն կա, ասենք բարեկների կողմից, որ ինքը շրջիկ ծառայություն ա ապահովում, հա։ Ինքը դարձել ա նախկին կոպիտ ասած այն գայիշնիկ, հա։ Դպրոցները եւս անվտանգ չեն, ասում է իրավապաշտպանը։ Հանցագործության դեմ պայքարի միջոցներ գրեթե չեն կիրառվում։ Դա է պատճառը, որ շատ երեխաներ գրպաններում դանակներ ունեն։ Անչափահասների վիճաբանություններն էլ հաճախ ողբերգական ավարտ են ունենում, ինչպես Քանաքեռում ճրագալույցի գիշերը 16-ամյա տղայի սպանությունը։ Զարուհի Սահակյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Գողթանիկում անցյալը դեռ շնչում է, բայց ներկան լուր մարում։ Վերջին երեխան Վայոց Ձորի այս գողտրի գյուղում 3 տարի առաջ է ծնվել։ Ծերանում է գյուղը, թե պարզապես հոգատարության կարիք ունի նորից ծաղկելու համար։ Ինչու է մեղվաբուծության, անասնապահության և զբոսաշրջության մեծ հեռանկարներով գյուղում փոքրացել ապագայի հույսը։ Աննա Գյուլնազարյանի ռեպորտաժը։ 5 տարեկան Սոֆին հյուր է Գողթանիկում։ Պապիկի սարքած համով խորովածն ուտելու ախորժակը ավելի է մեծանում գյուղբերող քարուքանդ ճանապարհին մի լավ ջարդրտվելու պատճառով։ Ամեն անգամ գյուղ մտնելիս հետո առաջ երկար է նայում աղջնակը, տարեկից ընկեր է փնտրում։ Ուզում եմ մեր գյուղում լիքը երեխաներ լիներ, որ խաղայինք։ Գողթանիկի փողոցներում երեխաներ գրեթե չեն հանդիպում։ Սոֆին պապիկի շան, հունանի հետ է վազվզում, զրուցում։ Ժողովուրդը քչացել են, էլի, երեխեքն է քիչ են 7-8 աշակերտ է։ Ընդամենը 7 աշակերտ ունի Գողթանիկի դպրոցը, 2 տարի առաջ 21 երեխա է գյուղից դուրս եկել։ Հիմա մի 3 տասնյակ ընտանիք է մնացել գյուղում, հաճախ 1-2 հոգանոց ընտանիք, բայց ժամանակին 120 ընտանիք է ապրել այստեղ։ Վերջին երեխան Գողթանիկում 3 տարի առաջ է ծնվել։ Նախիջևանի Գողթն գավառից են գաղթել այս մարդիկ, գյուղը գյուղ դարձրել, Գողթանիկ կոչել։ Ասում են, չեն էլ ուզում մտածել, որ մի օր գյուղում էլ մարդ չի լինի, որ իրենք էլ իրենց մեծերի պես գաղթի ճամփան կբռնեն։ Բրծավ, երիտասարդ չի մնացել, համայրը լրիվ էլ գնացել։ Դե որ սա շարունակվի, բոլորս էլ կետենք։ Համբարձումը ընտանիքի հայր է, կով է պահում, մեղվի փեթակներ ունի, գյուղի մասին խոսելիս հաճախ է ծանր հոգոցանում։ Սա պաներ ենք արել, հանձնելու տեղ չունենք առայժմ։ Գողթանիկցին իր ձեռքը բռնող է ուզում, որ գա գոնե կաթի մի արտադրամաս հիմնի այստեղ, որ Գողթանիկն ապրի։ Գյուղը անասնապահության համար է, մեղվապահության համար է շատ լավ է։ Ուղղակի պայմաններ պետք է լինի անասնապահության համար, կաթը մթերումը լինի, ինչ որ
մի արտադրամաս լինի, որ ժողովուրդ իրանց արտադրանքը հանձնեն գոնե մթերումը լինի, որ կարողանան ապրեն մարդիկ։ 28-ամյա Անդրանիկը ծրագրավորում է սովորել։ Եղեգնաձորում քոլեջն ավարտելուց հետո եկել հայրենի Գողթանիկում մեղվափեթակներ է խնամում։ Անդրանիկը գյուղը չլքած հատուկենտ ջահելներից է։ Մարդիկ չեն մնում, հիմնականում ջահելությունը դուրս են գնում, աշխատանք չլինելու համար, անասուններ որ պահում են չեն կարողում իրենց ապրանքը սպառեն։ Դրա համար թողում են գնում են, երկրից են գնում, գյուղից են գնում։ Գյուղից հեռանալ չի պատրաստվում, ում խնամքին թողնի իր մեղուներին։ Այս պատասխանատու սեզոնին մի ժամով էլ Գողթանիկից չի կարող դուրս գալ։ Այս սեզոնին հիմնականում ռամկա ենք իրենց տալի, իրենք պահանջարկ են անում, հավեր ռամկա ենք տալիս, որ ձվադրությունը շատ լինի, որ զանգվածը շատանա, մեղրաբերքի ժամանակ դաշտ գնալու շատ բերք բերեն։ Գողթանիկում մնացած մարդկանց տանն են պահում ոչ միայն մեղուները, այլև 7 կիլոմետրանոց այս ճանապարհը, որ անանցանելի է դառնում անգամ մի քանի կաթիլ անձրևից։ Գյուղը ունի լավ տեղեր, որ ինչքան էլ որ գնում ես, էլի ուզում ես գնաս, էլի չես օգնում այդ տարածքներից։ Տարբեր եղանակին, տարբեր ձև ա լինում, չենք օգնում, ապրում ենք էլի, հələ որ։ Խանութ չկա Գողթանիկում, վաճառակետ բացելու բոլոր փորձերը այստեղ շատ արագ ձախողվում են։ Խանութպանները հաճախ միայն Նիսիայի բազմահատորյակներ են վաստակում։ Հիմա գնումների համար հարևան Հերմոն են գնում, մեծ առևտրի համար մարզկենտրոն Եղեգնաձոր, գնում են հիմնականում տաքսիով, որ կրակի գին է, եւ այս միակ ճանապարհով, որ գրակուպատիժ է։ Դա գյուղ չի գալիս, գազել չի գալիս։ Գալիս է ներքևի գյուղը։ Ժամանակին եղել է, որը 3 անգամ է եկել, հիմա նույնիսկ չի եկել չի գալիս։ Թեկուզ շաբաթը 2 անգամ է գա, էլի Հերմոնից Գողթանիկ ճանապարհ, ահա որ այլանդակ վիճակում է։ Ահա որ այլանդակ ես կխնդրեի կառավարությանը, կխնդրեի բոլոր կազմակերպություններին, ինչ որ մի միջոցներ ձեռնարկեն այս ճանապարհը սարքելու համար։ Այլանդակ ճանապարհը ամեն տարի մինչև 100 տուրիստ է հաղթահարում, որ Գողթանիկի սարերի մաքուր օդը շնչի։ Գյուղի ջրվեժի մոտ անարատ մեղր ու կարագուտի տեսնի 7-րդ դարի խաչքարերը։ Այս դեպքը, այս լեռները, այս գալիս են, շատ է, գալիս շրջում կնում են։ Եթե անցած տարի եղել է շրջակայքով զբոսաշրջիկները եթե եղել են, ասենք մի 50-100 հոգի, կավելանա մի 300 հատը։ Գագիկն ու կինը Արփիկը Գողթանիկից երբեք չեն բացակայել, միշտ միասին են, իրար թևութի կունք։ 3 աղջիկներին ամուսնացրել են, միասին խնամում են 4-րդ տստերը, որ վատառողջ է։ Առաջ ինձ հեշտ է։ Իմ ամուսինը գնում էր խոտը քաղում է, ես էլ գնում եմ երեխեք եթե գնում ենք, բանը հավաքում էինք։ Իսկ հիմա չէ։ Դժվար է, որ սենց հիվանդացել եմ, այս վիճակին եմ դարել։ Չենք խեղճանում, ասում են Գողթանիկում, իրենց հույս են տալիս, թե բա Արատեսում մարդ չի մնացել։ Գոհ են, որ գոնե թշնամու կրակոցների ձայնը իրենց չի հասնում, չնայած 44 օրյա պատերազմից հետո Գողթանիկն էլ է մոտեցել թշնամուն։ Աննա Գյուրնազարյան, Միլենա Պողոսյան, Հայլուրի համար։ Իսկ հիմա մի քանի րոպեով կտրվենք սովորական դարձած լրահոսից ու Լիլիթ Գասպարյանի եւ Տիգրան Գասպարյանի հետ գնանք Ուրցաձոր, որի քարքարոտ լանջերին գետերի սառնությանը վստահված ծնեբեկով ու կրակի վրա ծնվող համերով հարութը մեզ Հադրութից Սիցիլիա անսովոր ճամփորդության կտանի։ Մեր ռեպորտաժի հերոսը աննկարագրելի համերով մենյու է առաջարկում բանակի պարզ ֆրիից մինչև միլանեզական հյութեղ միս, համեմված մեծ սիրով։ Հարութ, քո ապագա կինը բախտավոր կլինի, մատը մատի չի տալու։ Չէ, իմ կինը ինձնից պետք է ավելի լավ սարքի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարություն։ Ուրախ եմ շատ Լիլիթ, ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստելու ենք ծնեբեկ եւ խոս միլանեզական ձևով։ Ծնեբեկը պետք է գնանք սարից որոնենք, մեզ անհրաժեշտ կլինի ձի։ Հարութին բացահայտել ենք իր ինստագրամի հյութեղ ռիլերից, այս անգամ մեզ համար է պատրաստելու։ Խոսրովի անտառի հարևանությամբ Ուրցաձորի քարքարոտ լանջերը իդեալական են մատղաշ ու մի քիչ խրթխրթան ծնեբեկի համար։ Վիտամիններով ու հակաօքսիդանտներով հարուստ այս բույսի հետևից Հարութը ստիպված է միշտ ձիով գնալ։ Վայրի խոհանոցի պահանջն է մթերքները լվանալ գետում։ Արփայի սառը ալիքների մեջ մանրակրկիտ լվացվում է ծնեբեկը, կարտոֆիլը, լոլիկն ու մյուս բանջարեղենները։
Ծնեբեկը մաքրելուց, կարտոֆիլը կտրտելուց հետո դնում է կրակի վրա։ Մինչ դրանք կեպվեն, մենք կսկսենք խոզի միսը պատրաստել։ Ինչպես խոհարարն է ասում, միլանեզական ձևով։ Պետք է յուղի կտորները անպայման հանենք, որպեսզի կարողանանք իրան բարակացնենք։ Հաջորդ փուլում ծեծում ենք չալաղաջի կտորները, այնքան մինչև միսը բարակի։ Խոհարարական մուրճը ունի երկու կողմ, ինչպես տեսնում եք, սկզբից ծեծում ենք միսը այս հարթ-հատվածով։ Հիմա անցնում ենք մյուս կողմին, ավելի դաժան կողմին։ Իրականում, երբ նայում ես, թվում է թե դժվար է, բայց դժվար չի, ճիշտ է։ Ջերմային մշակման ժամանակ ինքը հյութերը հետ է քաշում։ Ժամանակ եմ այսպիսի ձևով անում։ Թե հետ է քաշում են ինչ ես ծեծում։ Որպեսզի հյուսվածքները թուլացնեմ ու բարակացնեմ իրան։ Խոզը միլանեզական ձևով իտալական ավանդական ուտեստ է, պարտադիր պատրաստվում է պաքսիմատով։ Պաքսիմատին խառնում ենք աղ, սև և կարմիր պղպեղ, համեմունքների միքս, օրիգանո, չորացրած լոլիկ, սոխի փոշի, նաև առանձին իտալական օրիգանո։ Այս օրիգանոն Սիցիլիայից ենք բերել։ Խոզի միսը ձվով պատելուց հետո թաթախում ենք համեմված պաքսիմատի մեջ, դնում կրակին։ Ծնեբեկն ու կարտոֆիլը կիսով չափ արդեն եփվել են, կարելի է արդեն տապակել։ Ահա մեր խոզի չալաղաջը միլանեզական ձևով, կարտոֆիլը և ծնեբեկը, որը որ մենք ինքներս քաղեցինք և պատրաստեցինք։ Անձրևները ճիշտ է շատ խանգարեցին, բայց արդյունքը տեսնում եք, հուսով եմ կհավանեք շատ։ Անմահական է սա հատկապես սպիտակ գինիով։ Հարութը սա պատրաստել է սովորել հենց Իտալիայում, որտեղ միանգամից սիրահարվել է իտալական խոհանոցին։ Բայց աշխարհում ինչ էլ սարքի, երբեք չի մոռանա իր առաջին պատրաստածի համը։ Հադրութում ծառայակիցների հետ էր սարքել։ Առաջի բանը, որ սարքել եմ, այդ եղել է կարտոֆիլ ֆրին կարագի մեջ, որը որ անմահական էր ստացվել, ֆոլգայից աման էինք սարքել ու ոնց որ հալածրել էինք կարագը ձեթի հետ ու ֆրի էինք սարքում։ Այն էմոցիաները, որ այդ միջավայրում է ստանում, ոչ մի տեղից չես կարող ստանալ։ Զորացրվելուց հետո է որոշել պրոֆեսիոնալ խոհարարություն ուսումնասիրել, մեկնել է Իտալիա, վարպետացել։ Հիմա Հայաստանում վայրի բնության մեջ ուզում է ստեղծել իր անձնական մենյուն։ Փորձում եմ վայրի բնության կապը դեպի խոհանոց, փորձեմ մարդկանց հաղորդել։ Անելու եմ, աշխատելու եմ ու ստեղծելու եմ իմ անձնական մենյուն, որը որ պետք է լինի յուրահատուկ, հենց բնության նվիրված ու բնության բարիքներից օգտված պրոդուկտներով։ Շատ կարևոր է բնությանը մոտիկ լինելը ու գնահատել այն բարիքները, որը որ մեր բնությունն է տվել։ Հիմա արդեն գիտի Հայաստանի բնական բարիքներից որից, երբ, որտեղից, որ սեզոնին օգտվի, որ չվնասի բնությունը, բայց ստանա այնպիսի յուրօրինակ համեր, որոնք երբեք խանութի ցուցափեղկերում չենք գտնի։ Լիլիթ Գասպարյան, Տիգրան Գասպարյան և Սմբատ Ասլիկյան, Հայլուր։ Մայիսի 7-ից եղանակը ավելի բարենպաստ կլինի բնության գրկում հանգստանալու համար։ Կարճատև անձրևները, ամպրոպն ու քամին, որ կանխատեսում են օդերևութաբանները, առաջիկա օրերի համար կդադարեն։ Իսկ վաղը Երևանում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 3-ից 5 աստիճանով։ Եվ վերջում մշակութային անցուդարձ։ Նոր ֆիլմի աշնանը մեծ էկրան բարձրանալու մեր հոգևոր նախահոր Գրիգոր Նարեկացու մասին։ Հեղինակների խոսքով ֆիլմը ցրելու է տիեզերական վարդապետի շուրջ կուտակված բոլոր հակագիտական թեզերը։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է մասնակցել Նարեկացի ֆիլմի ստեղծմանը Ռեարմենիա հարթակում միանալով դրամահավաքին։ Նա աստված տեսած մարդ էր, ասում էր Սիլվա Կապուտիկյանը Նարեկացու մասին։ Սուրբ Գրիգոր Նարեկացվո մադյան ողբերգությանը Մարդիկ ասում են Նարեկ կարդա, մեղքերից կազատվես։ Շուտով Նարեկը հնարավոր կլինի նաև դիտել։
Նարեկը համամարտկայինն է եւ այն հայ ժողովրդի այցեքարտն է, ու որոշեցինք մեր թիմով, որ ֆիլմ պետք է դառնա, երկար ուսումնասիրեցինք, հասկացանք այն գիտնականները, ովքեր պետք է ներգրաված լինեն ֆիլմում եւ որը պետք է լինի ֆիլմի ասելիքը։ Ֆիլմի ասելիքը դարձավ այն, որ գալիս է այս ֆիլմը ծրելու բոլոր հակագիտական թեզերը Նարեկի մասին։ Նարեկացու բարերը մեղեդի են հոգու համար, մոգական բուժիչ հատկությամբ։ Մեղեդիներով են օժտված։ Պատահական չէ, հայ մարդն այն դնում բարձի տակ, երբ ցավ է ունենում։ Մենք միջնադարում եղել ենք այն ժողովուրդը եւ եղել ենք այն հատվածը աշխարհի, որը աշխարհին տվել է նմանատիպ բարձր գրականություն։ Նարեկը գրականություն է, փիլիսոփայություն է, աստվածաբանություն է։ Երկրից երկիր է շրջել Նարեկացի ֆիլմի նկարահանող խումբը։ Նարեկին նորովի են հեռուստադիտողին ներկայացնելու։ Նկարահանումների ընթացքում փորձագետների հետ հանդիպելիս այնքան շատ նոր շերտեր բացահայտեցինք Նարեկացու հետ կապված, գումարած ֆիլմը ունի շատ հետաքրքիր բացառիկ մասեր, օրինակ Նարեկյան դպրոցի ֆենոմենի մասին ենք բացահայտելու, որը կարող եմ նույնիսկ վստահաբար ասել, որ ոչ միտեղ չի խոսվել դրա մասին։ 3 գեղարդում նկարահանումներ ենք անում, ինչը շատ դժվար էր, որովհետև եղանակային պայմանների հետ կապված գեղարդում անընդհատ լույսի հետ կապված խնդիրներ ունեինք, մարդկային շատ հոսք կար, գումարած պայմաններն էին շատ դժվար նկարահանելու, որովհետև ֆիլմում կան փոքրիկ խաղարկային տեսարաններ միջնադարյան այդ իրավիճակը ստանալու համար եւ բավական բարդ նկարահանումներ են, մոտ 10 ժամ նկարահանումներ են կատարել։ Որպեսզի Նարեկացի ֆիլմն աշտանը էկրան բարձրանա, դրամահավաք են սկսել Ռեարմենիայում։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ։ Ֆիլմը հասել է մի փուլի հետարտադրական ընթացքն է եւ մենք Ռեարմենիա հարթակում դրամահավաք ենք կազմակերպել եւ այն մարդիկ, ովքեր կցանկանան աջակիցը լինել նման գործի, կարող են Ռեարմենիա հարթակում դառնալ մեր նվիրաբերողը։ Ցավից աղոթք դարձած գրքի հեղինակի մասին ֆիլմը ցուցադրվելու է նաեւ արտասահմանում անգլերեն։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։ Սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար։ Աղմուկ եղեք։